Բարև ձեզ նորից բարեկամներ, ողջունում եմ բոլոր մեր ունկնդիրներին եւ Փակ TV-ն շարունակում է իր ծրագրերը։ Ավանդույթի համաձայն այսօր փորձել ենք հերթական ուղիղ կապը հաստատել նաեւ Դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ, բայց մինչև կապը կհաստատվի, ուզում եմ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր դեռ չեն դարել մեր հետևորդները, անպայման բաժանորդագրվեք փաստերի անակնկալների եւ իհարկե ինքնատիպ կարծիքների հերոստալիքին։ Ինձ արդեն ասում են, որ կապը Վարդան Ղուկասյանի հետ կա եւ հաճույքով սկսում եմ մեր հերթական ուղիղ կապը նրա հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ողջ ենք, դուք ասեք, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Ես նույնպես վատ չեմ զգում եւ հատկապես ուրախ եմ մեր հերթական կապի համար։ Անցնեմ հարցերին, որովհետև ասեմ, որ այսօր էլ մեր ունկնդիրներից շատերը ձեզ համար մի շարք հարցեր են ուղղել եւ կարծում եմ այդ հարցերի պատասխանը նրանք կստանան։ Տեսեք, դուք հաճախ խոսում եք համակարգը մաքրելու մասին, որն է այն կոնկրետ որոշումը, որ կստիպի հասարակությանը հասկանալու, որ 5 կանոնները վերջացել են։ Այդ լավ է, որ դուք լավ եք։ Ուրեմն, գիտեք ինչ, որն այն կանոնները, թիմը, ախր, գիտեք ինչ, տենց հարցը պարոն Ղուկասյան, երևում է, որ չեմ ուզում վիրավորացել եմ, որովհետև չգիտեմ, ինձ շատ շուտ տեղանում են մարդիկ, բայց հարցը երևում է, որ ոչ պրոֆեսիոնալ մարդ է տալիս, որովհետև երբ որ մենք ասում ենք մաքրել համակարգը, դա նշանակում է բառեզբոնի մասով մաքրել համակարգը։ Հիմա ես բերեմ մի հատ օրինակ, որ ինձ ավելի ժողովրդական լեզվով, հա, եթե դեմ չեք հասկանալու։ Օրինակ, ինչ էր անում Գասպարյան Վովան։ Երբ որ եկավ նստավ MVD-ի մինիստրը, ինքը ասում էր ես կոռուպցիան արմատվախիլ պիտի անեմ, են պիտի անեմ, սե կոռուպցիա չկա, փողվեկալողի մերը, տվողի մերը, անողի մերը։ Բայց խոսակցությունից անմիջապես հետո ինգեր Արշակ Հակոբյանի դռան մոտ գոյանում էր հերթ։ Միլպետը գալիս է, ովքեր որ Երևան քաղաքի միլպետ էին ուզում, տալիս էին 30, 40, 50 հազար դոլար, ռայոնի միլպետը դարանը 20 հազար դոլար, Վարշավյան պետ 150 հազար դոլար, եւ այլն եւ նշանակում էին։ Դա չի լինելու։ Այսինքն Սենց օրինակ բերեմ, Վարդան Ղուկասյանի MVD-ի մինիստրը կամ ՊՆ-ի մինիստրը ինքը վերցնելու է համապատասխան մարդկանց անձնական գործերը, գալու է ինձ մոտ եւ ասելու է այս պաշտոնի վրա սրան ենք ուզում նշանակենք, այս պաշտոնի վրա սրան ենք ուզում նշանակենք, ես էլ կասեմ հələ մի րոպե, ուրիշ տեխնացուներ դուք չունեք, ընկեր կադրերի գլխավորությամբ, հələ բերեք նայենք։ Եվ համապատասխան ֆիլտրացիան լինելու է համատեղ, այսինքն որ այդտեղ փող չֆռա, որ բերի ասեք, ես սրան եմ ուզում նշանակեմ, ես կասեմ լավ ես ուզում անես, հələ մի հատ ուր մենք դրանք ուրիշը կա թե չկա, կամ հենց նույնը դատավորների բան վերաբերյալ, կամ սենց օրինակը բերեմ, Սաակաշվիլին ինչ արեց, վերցրեց, մի օրվա մեջ ինչքան ոստիկանապետեր կար, սաղին գործից հանեց, դրային ամենատակինին բերեց դրեց վերևը, 3 ամիս հետո մյուսներին հանեց, նորից հանեց, այսինքն այդ պիտի մաղվի, պրոցեսը պիտի մաղվի, երբ որ բերեմ MVD-ի վրով օրինակը, ընկեր Միլպետը, ընկեր Գայշնիկը, հիմա Գայշնիկ չկա, պատրոլա, ընկեր օպերգծով տեղակալը, կներեք, փող չի տալիս, այլ ուղղակի նշանակվում է, ինքը էլ փող գրպելու միտումը չունի, այսինքն եթե դու փողով ես մարդու նշանակը, ոնց օրինակ են Եղիշին գայի պետ 100 հազար դոլար ձեռից վերցել էին, որ թողային գայի պետ գնաց հատախազություն հաղորդում տվեց, հակասան գործառույթեց, վերջում կուլուրին մսրեց, հակասան իա կամակը վերընկավ տեղը։ Եթե քեզանից փող չեն վերցնում, եթե կովզին նալոգ չեն դնում, դու չես կարա վերցնես, չես վեկալի։ Բայց այս բոլոր մարդիկ, որոնք որ հիմա ընկել են մեդան քոչանականներ, եսի միջական, դրանք բոլորը այդ սիստեմով են աշխատել։ Դու դնում ես քո ենթակայի վզին նալոգ, քո ենթական պիտի վերցնի, քեզի տալ մի բաների անպայի, որ իա տված փողը հանի։ Բայց եթե դու մարդուն վերցնում ես կադրի ռեզերվից, ակադեմիայից, կամ հենց տեղում վերջ լավ աշխատանքի համար նշանակում ես համապատասխան պաշտոնի ու ասում ես ես քեզից փող վեկալ եմ, չէ, դու վեկալած, ադե դիրուր եմ տալու, բրցավ։
Այդ ձեր պետք է դեմը առծվի։ Իսկ ոչ մեկ այսօր դրա մասին չի խոսում, մենակ աթոռի կռիվն են անում։ Մենակ աթոռ։ Հմենք ուզեն դառնան դա վարչապետ։ Ինչ թար ետ չկինավ։ Ասեք առաջ։ Պարոն Ղուկասյան, եթե ձեր ամենամոտ դաշնակիցներից մեկը հայտնվի կոռուպցիոն կամ պետական դաշային հակասող սկանդալի մեջ, կընտրեք արդարությունը նույնիսկ դրա գնով կորցնելու իշխանության մի մասը, թե կփորձեք պահել համակարգը գնալով կոմպրոմիսի։ Հարգարժան պարոն Ղուկասյան, ես նոր բացատրեցի, ասեցի, երբ որ մարդուն պաշտոն է ստալի առանց փող, եւ այդ մարդուն ասում ես հագելիս քեզ տվել եմ ես նախարար, քեզ իսկ փող ուզել եմ, չէ, վեկալար, բռնված, հերդ անցելու է, պայմանավորվում ենք, վերջացավ, կվերցնի, կբռնվի, հերը կանիցի, կհանենք, կշպրտենք դուրս, մեկ ուրիշին կբերենք, կնշանակենք, այսինքն ստեղ ոտոք ասում եք դաշտա, ոնց ասեցիք, սայուզնիկ կամ չգիտեմ, կուսակցական, նշանակ, գիտեք ինչ, երբեմն պատահում են, որ անփոխարինելի մարդիկ լինում են, օրինակ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, իրենք անփոխարինելի են, մենք դրանով համոզվանք, բայց այսօր այդպես կադր ես չեմ տեսնում, որը որ անփոխարինելի լինի, ցավոք սրտի, եւ եթե բռնվել է կոռուպցիոն սկանդալի վրա, այո, պիտի հեռանա մինիմում, մաքսիմում կանգնի դատարանի առաջ, ոնց որ բոլոր նորմալ երկրներում, քիչ թե շատ, հաջորդածը։ Հայաստանի վերջին տասնամյակների ձախողումների մեջ ըստ ձեզ ամենամեծ սուտը որն է եղել, որի վրա կառուցվել է համակարգը եւ ինչպես եք պատրաստվում այն քանդել ոչ թե խոսքով, այլ գործիքներով։ Ցավոք սրտի այդտեղ ամենամեծ սուտը մի հատ չի, սկսած ընտրակաշարք բաժանելը, այս կեղծ մարզկացիանց կողը հավաքելը, որոնք որ այսօր անում են եւ իշխանությունը, եւ ճակերտավոր ընդդիմադիրներ, տաշիր, մաշիր, քոչո, մոչո եւ այլն, այդ նույն մարդուն տենում ես, ես քաղաքում նույն մարդուն տենում ես, մյուս քաղաքում մի վաղ տենում եք ձայնագրություններ, հելած թափած համացանց, այն որ ասում բռնվել են, մեկը չգիտեմ շալվար է ուզում, մեկը մայկատրուսիկ է ուզում, մեկը այն է ուզում, սկսած այս ընտրակեղծիքներից, ընտրակաշարք բաժանելը, վերջացած ընտրակեղծիքները, վերջացած այս կեղծ, այսպես ասած սոցիալական արդարադատություն իրականացնելը, ես որ այդ բառը լսում էի դատախազի կամ դատարանի բերանից, իսկ քիչ էր մնում, այդ դատախազին չգիտեմ, ես մինչև ասում սոցիալական արդարություն, եւ որ դու խոսում ես սոցիալական արդարության մասին, ձու գողացողը բանտում ան, ձի գողացողը ազատության մեջ է։ Սերժ Սարգսյանն ասում է գլխից բռնեք, գլխից, բայց եթե կտենց էլ գլխից չբռնին, այբ որ սկսում ես գլխից բռնել, այնքան է գործը հեշտանում, չեք պատկերացնի, այն տակի օղակը արդեն պաուզա է վեկալում, իսկ երբ որ սկսում ես գլխից մի քիչ էլ ներքև իջնել, արդեն դադարում է, ստեղ մի հատ չի, երկու չի, երեք չի, ստեղ համատարած է, եւ այսօր մենք տենում ենք, որ անգամ կրթությունն էլ է կեղծիկ, պատմությունն են ուզում կեղծեն, ամեն ինչն են այսօր սրանք ուզում կեղծեն, եւ այն ինչ որ սպասվում է դոկուսակցությանը իշխանությունը վերցնելու դեպքում, դա նախ ուզում եմ մի կողմից ցավակցել, որովհետեւ մեր անցավ գլուխը դնելու ենք ցավի տակ, բայց դնում ենք ինչի համար, դնում ենք նա, որ երկիրը չկորցնենք, որ թուրքի փայ չդառնա, որ կոռուպցիայի, կաշառակերության, տոռնկության աղբյուրը փակվի այդ երկրում, կամ գոնե իջնի ամենամինիմալ նվազագույնի, որտեղ չկա երկիր, որտեղ կոռուպցիա չկա, այդպես երկիր չկա, թեկուս միլի տոկոսներով, բայց կա, չես կարա, մեղր ծախողի, մատերը մեղրոտ են, միշտ կողից լապստում է, բայց հիմա ինչ որ կատարվում է, եւ նախորդներ ժամանակ, սա արդեն խայտարակություն է, հաջորդ հարցը, մեր ժամանակը սահմանափակ է։ Շատ հետաքրքիր հարց է բարձրացրել նաև մեր մշտական ունկնդիրից Գևորգ Պետրոսյանը, արտաքին քաղաքականության մասով հաշվի առնելով գեոպոլիտիկական լարվածությունը, որոնք են ձեր առաջնահերթությունները Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանային
դերակատարների հետ հարաբերություններում ինչպես եք ապահովելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Ուրեմն ես այն մարդկանցից չեմ, որ պիտի sense ասած խաղեր տամ, բոլոր երկրները սիրում են հստակ քաղաքական վեկտոր։ Ես ասում եմ եւ միշտ ասել եմ, մենք պիտի լավ լինենք մեր մեծ հարևանի հետ, Ռուսաստանի հետ, երկրորդը Պարսկաստանի հետ, երրորդը Վրաստանի հետ։ Կարևորը այս 3 հարևաններն են։ Առաջինը Ռուսաստան, երկրորդը Պարսկաստան, երրորդը Վրաստան։ Մեզ Թուրքն ու Ադրբեջանցին պետք չեն։ Մենք փակելու ենք սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ոչ մի կոնտակտ։ Ով ցանկանա Թուրքիին, խտրեմ Չամադան, վокзал, Բաքու։ Թող գնա կամ իասիրած Ստամբուլը։ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները նորմալ է լինելու, ես ոչ մի վատ, այսպես ասած կարծիք չունեմ Եվրոպայի նկատմամբ, կհարգեն մեզ, մենք կհարգենք իրենց, ոչ մի խնդիր։ Իսկ Ռուսաստանի վերաբերյալ նորից եմ կգնում, մենք մեր ամբողջ Հայաստանի տնտեսական շուկան դա կախված է Ռուսաստանից։ Մենք այսօր դառնում համոզում ենք, չէ՞, եկալավ Ռուսաստանը փակեր ջերմուկը։ Շատ ճիշտ արեց, որովհետև այսօր մի շարք խոշոր բիզնեսմեններ սատարում են այս իշխանությանը։ Եվ նա էլ ասեց, սատարում ես, դե գնա սատարի, քո ապրանքը ոչ թե կծախվի, կուրախանաս։ Նախ ջերմուկը պիտի պետականացվի, ջերմուկը պիտի դառնա պետական։ Եվ ահագին մանր բիզնեսները այսօր են, որ ասում են թքել են, որովհետև այդ ինչ-որ օզոնա, եսի մինչև փակել են, գոհություն չունի։ Ռուսաստանի հետ մենք պիտի ունենանք վերադարձական հարաբերություններ, մենք տեսնենք, որ այս տարածաշրջանում իշխում է ինքը եւ վատագույն հարաբերություններ նման հարևանի հետ, դա Հայաստանի վերջն է լինելու։ Ուրեմն նախ դա մեկ երկրորդ մասով ուզում եմ ասեմ, Հայաստանի կառավարությունը այսքան ժամանակ մատը մատին չի տվել, փորձելով բացել երկաթուղին, որը որ փակվել է Աբխազիայի, Օսետիայի կողմից, ես ոչ մի չեմ կարողանում հասկանալ, քիչ չի բացվում այն դեպքում, երբ որ այնտեղ իրավիճակը բավականին փոխվել է։ Նաև այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունը, անձնից Վարդան Ղուկասյանը պիտի փորձի բանակցել թե ռուսական կողմի հետ, թե վրացական կողմի հետ, որովհետև դա ձեռնտու է բոլորին, ինչեն փակել չենք հասկանում։ Եվ ամենակարևոր առաջնահերթություններից մեկը պիտի լինի Հայաստանի կառավարության համար, դա Հայաստան-Իրան երկաթգիծ բացելն է, որ իհարկե շատ թանկ է նստելու Հայաստանի վրա, բայց դա պիտի բացվի, անպայման պիտի բացվի։ Հայաստանը պիտի ունենա երկաթուղի, որը կգնա այդ Իրանի տարածքով Կասպից ծով, Կասպից այդ ծովով արդեն նավատորմով, այսպես ասած նավերով մենք մեր ապրանքները կարող ենք բավականին որպես երկրորդ ալտերնատիվ ճանապարհ կապ հաստատել Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ։ Այս ուղղությունների վրա երբեք Հայաստանի կառավարությունը չի աշխատել։ Միշտ Պարսկաստանի հետ փորձել են սենց յաման, եթե մենք Պարսկաստանի հետ լավ լինենք, կարող է որոշակի երկրների դուրը չգա։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրելու այս երկրի դուրը գալիս է, կամ այն երկրի դուրը չի գալիս։ Իմ հարևանն է, ես իմ հարևաններ պիտի լինեմ լավագույն հարաբերությունների մեջ, որովհետև այդ երկիրը արժանի է լավագույն հարաբերությունների։ Եվ պիտի մաքսիմալ կապը բացվի Պարսկաստանի հետ, բացելով նաև երկաթուղի, անպայման պիտի բացվի։ Ինչքան էլ որ դա թանկ նստի Հայաստանի վրա, դա պիտի բացվի։ Եվ Սյունիքի անվտանգության երաշխավորներից մեկը հենց Պարսկաստանն է։ Մենք պիտի առաջնային կերպով լավագույնս հարաբերություններ ունենանք 3 հարևանների հետ՝ Իրան, Վրաստան եւ Ռուսաստան։ Մնացածը արդյունացած է մեր հարաբերությունները նորմալ են։ Դե վերջում իհարկե պարոն Ղուկասյան լսենք նաև թե ել ինչի մասին կուզենայիք զրուցել մեր ունկնդիրների հետ։ Ուրեմն ես վերջում, քանի որ ես դրա մասին պիտի շատ խոսեմ, նաև ուզում եմ ձեր հաղորդման ժամանակ ասեմ, պարոն Ղուկասյան, ես ուզում եմ ցած հրապարակային դիմեմ, սիրելի երիտասարդություն, 18 տարեկանից մինչև 35-36 տարեկան նամանավանդ։ Ես ձեզ խնդրում եմ մի բան, անպայման գնալ ընտրատեղամաս, անպայման, հանկարծ մեկը չգտնվի, ասի իմ ձայնը կարևոր չի, ընտրությունները նկարված են, այն այն մարդ նկարված է, նկարված չի, կարևոր չի, այդպես բաների մասին մի մտածեք։ Պարտադիր է, որ յուրաքանչյուր անձ գնա ընտրատեղամաս։ Սրանք հույսը նա է, որ չեն գնա ընտրատեղամաս, մեծ մասը եւ իրանք կարող են անել այն, ինչ որ ուզում են անեն։ Յուրաքանչյուր քաղաքացի
պիտի գնա ընտրատեղամաս։ Թո ցերտիկը ճղիկացի, բայց թո գնա ընտրատեղամաս իա անազգան դեմը ստորագրություն դրի։ Սա մեկ, երկրորդը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող անձինք պարտադիր կերպով, ովքեր ունեն Հայաստանի ազգագիր, պետք է գան եւ քվեարկեն։ Ստեղ ինչ-որ որոշակի անբարոյականի զավակներ են, վախացել են, դες կբռնեն, դες կանեն, ընկես կանեն, ձեր ոտերը կուտեն, ոչ մեկ դες չի կարող բռնել։ Եթե դուք ընտրակաշակ չեք վերցրել մարդամեկից, գալիս ես Հայաստան քո ձայնը տալու այս կամ այն կուսակցությանը, քեզ ոչ մեկ չի կարող բռնի։ Եթե անգամ վերցրել ես, դա չեն կարող ստեղ հիմնավորեն, բայց դու պիտի գաս։ Ես ուզում եմ նաև ձեր թույլտվությամբ շատ կարճ ռուսերենով, եթե կարելի է, հա? Дорогие вы мои соотечественники, которые проживают с территории Российской Федерации, и не только Российской Федерации, Беларусь, Украина, Молдова, Казахстан, Грузия, я обращаюсь к всем армянам, у которых в руках есть армянский паспорт, действующий армянский паспорт. Я прошу вас, мои соотечественники, в этот день, 6 июля, делать все возможное, 6 июня, делать все возможное и невозможное, прилетать в город Ереван, в Армению, проголосовать за вашу партию, за вашего кандидата, а потом обратно вернуться в ту страну, от которого вы прилетели. Важен каждый голос. Вы, наверное, сейчас очень хорошо понимаете, что творится. Нашу Армению подталкивают пасть Азербайджану, подталкивают пасть Турции. И сейчас, как никогда, важен каждый голос. Потому что мы хотим все это сделать демократическим путем. Пока что это возможно. Спасти нашу страну демократическим путем. Да, мы будем действовать демократически до тех пор, пока наш противник, нынешнее правительство, не нарушал Конституцию. Не нарушал. А он, я так смотрю, все делает возможное и невозможное, они неоднократно нарушали. Я по поводу выборов. Если они попытаются взять власть силой или нечестным путем, для этого существует план Б. Но я хочу, чтобы мы не пошли до этого, до плана Б. Я хочу, чтобы мы остались в пределах плана А. И для этого важен каждый голос, каждый наш соотечественник. Он должен взять свою семью, прилететь и проголосовать. Я за то, чтобы мы, армяне и Республика Армения, находилась в самых наилучших отношениях с нашими соседами. Я только что сказал, Иран, Грузия и Россия. Конечно, Россия в первую очередь. Это не означает, что мы будем отталкиваться от Европы. Европа на своем месте, Европа сейчас находится в ужасном состоянии, у них конфликт с своим, так сказать, лучшим другом в кавычках, который сейчас вообще-то не лучший друг. И мы видим, что геополитика она сейчас развивается по-другому. И спасение Армении находится в руках наших больших соседов. И мы никак не должны позволить, чтобы Армения стала вилаетом в составе Турции или стала часть Азербайджана. Вы меня понимаете? Вы, особенно наши граждане, которые живут в России, наши соотечественники, меня очень хорошо понимают, потому что когда они каждый раз идут в рынок, какой-нибудь магазин, ресторан, и они лицом к лицу встречаются с азербайджанцами, и как Азербайджан видит, что перед ним армянин, они, так сказать, мягко говоря, не так хорошо смотрят на вас. Это называется психологическая атака, что мы вас поставили, извините за выражение, раком. Но они не вас поставили раком, они армянское правительство поставили раком. И, естественно, каково правительство, такой и народ. Но я хочу вас вывести из этого состояния. И если какой-то придурок, который выходит и говорит, что смотрите, у какого-то олигарха есть система, и надо голосовать за олигарха, никакой олигарх не думал про народ. Запомните это раз и навсегда. Никакой олигарх. Вы лучше меня знаете,
кто такой этот олигарх, как он работал в России, как он стал олигархом, за чей счет. И если он сейчас раздает где-то кому-то деньги за голосование, он неоднократно больше будет все это обратно вынимать из вашего кармана. Армянское правительство должны возглавлять офицеры, военные. Пришло время военных. Хватит политикам раздавать власть. Они довели нашу страну до этой ситуации. И эту ситуацию спасет только человек военный. И никто больше, который знает цену армянского солдата, цену армянской армии и цену государственности. Россия наш друг. Сейчас она правильно ведет некоторые экономические санкции. Я это одобряю, правильно делает, особенно по поводу компании Джермук. Давно надо было против этих хороших людей ввести такие санкции. Но, когда придет нормальная власть, все это изменится. Все это изменится. Даже водительское удостоверение армянское, которое сейчас и действует в Российской Федерации, оно будет действовать так, как сейчас действует водительское удостоверение граждан Беларуси. Я вам обещаю. Սա է ուզում ասեի, որովհետև հիմա ինձ կներեք որ անցան ռուսերենի, որովհետև մեր հայ ժողովրդի մեծ մասը ապրում է Ռուսաստանում ցավոք սրտի եւ մարդիկ ցանկանում են լսել նաեւ ռուսերեն։ Ես ինչ եմ ուզում ասել, նորից եմ կրկնում, մենք պետք է լավ լինենք մեր ամենակարևորագույն 3 հարևանների հետ՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան եւ յուրաքանչյուր քաղաքացի, ով բնակվում է մնացած մյուս բոլոր ԱՊՀ երկրներում, անգամ Միացյալ Նահանգներում, ինձ այնտեղ շատ մարդիկ խոսք են տվել, որ տոմս են առնելու գան եւ քվեարկեն, պետք է առնեն եւ գան քվեարկեն հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե հանուն Ադրբեջանի եւ Թուրքիայի, որ այսօր շատ-շատերը քարոզում են կամ հանուն օլիգարխների, որ իրաց հարստությունը այլ ավելի քարապատկ են, ասում եմ ես իշխանության եմ գալը արդեն հարստացած, այդ որ մի օլիգարխնա կշտացվի Նա թել օլիգարխ ցույց տվեք, որ չուզում 3 միլիարդը շնի 10, 10-ը շնի 20, 20-ը շնի 100, օլիգարխին կշտանալ չկա։ Հնդկաստանի, Չինաստանի բյուջեն էլ կապեսիա 10, էլի աշխը գցելու է Հայաստանի բյուջեի վրան։ Լափողը միշտ պիտի լափի։ Այսքանը։ Էս է ուզում ասել, պարոն Ղուկասյան։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան, հերթական ուղիղ կապի համար, շնորհակալություն, որ մենք կարողանում ենք ձեզ հետ դուրս գալ ուղիղ կապի եւ բավարարել մեր ունկնդիրների խնդրանքը։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք այսօր հերթական ուղիղ կապն ենք հաստատել ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։